Հայաստանի իշխանությունը արշավ է սկսել 2 ամսով կալանավորված Սամվել Կարապետյանի անգամ լուսանկար պաստառների դեմ։ Ներքին կարգով զանգել հորդորել են իբրև դա ներկայացնելով որպես լավություն։ Գործարարի պաշտպանական թիմը արդեն 2 օր է իբր լավություն զանգեր է ստանում։ Ներքին կարգով զանգողներն ասում են ապամոնտաժեք ազատություն Սամվել Կարապետյանին պահանջով պաստառները, թե չէ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կգան դրանց հետևից, ինչպես Հյուսիսային պողոտայի դեպքում։ Եկել ու չեն բավարարվել իրազեկման ակցիան արգելելու ձգտումներով։ Կացնային մոտեցմամբ են իրենց գործնարել, որ ազատություն Սամվել Կարապետյանին պահանջը պողոտայում էլ որևէ կերպ չերևա, հավաքել տարել են LED էկրանները։ Ու ոչինչ, որ դրանք Տաշիր գրուպ ընկերությանը պատկանող մասնավոր տարածքում են։ Անգամ ես ներկայացեցի սեփականության վկայականներ։ Ու ոչինչ, որ այդ էկրանները մասնավոր սեփականություն են, ընկերության ուժերով գնված, տեղադրված։ Երեք շատ այսպես նոնսենս էր իմ համար, քաղաքապետարանի աշխատակիցը, եթե չեմ սխալվում, Գովազդի վարչության պետն էր, հայտարարեց, որ ձեր ապրանքները կտանենք, կպահենք, երբ որ մեր արած աշխատանքների դիմաց դուք կփոխհատուցեք, ձեր ապրանքները հետ կտանք։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը դեռ մի բան էլ ինքն է փոխհատուցում պահանջում մասնավոր տարածք ներխուժելու, մասնավոր սեփականություն ապամոնտաժելու, առգրավելու համար։ Այո, այդմ է, որ մենք այսպես կպահենք մեր մոտ, կգաք այդ մեր արած ապամոնտաժման համար, ապօրինի ապամոնտաժման համար կվճարեք, մենք դա ձեզ հետ կվերադարձնենք։ Ըստ Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների եւ Գովազդի վարչության ղեկավարի, ապօրինի են Հյուսիսային պողոտայի գովազդային վահանակները, որ տեղադրվել են դեռ 2021 թվականին։ Էսքիզը հաստատվել է քաղաքապետարանի կողմից։ Էսքիզը վրայի գովազդն է, վահանակը։ Գովազդը չէ, էկրանի տեղադրման մասին է խոսքը։ 21 թվականին։ Տեղադրվել է ինքան ժամկետ է։ Ով ասեց։ Ես ասեցի։ Ոնց եք որ։ Շենքը որ սատում ենք միած շինթույլտվություն, տալիս ամեն ամիս շինթույլտվություն ես վերստային։ Չէ, սա ավելի պարզեցված ընդհանրակարգում է։ Դեռ 2023-ին է իրավիճակ փոխվել, Երևանի փողոցներում գովազդի վերաբերյալ կարգ ու կանոնում փոփոխություններ են արվել, ասում էր Պաշտոնյան։ Որոշ ժամանակ առաջ նաև Տիգրան Ավինյանի պատկերով բաներ, գովազդային վահանակներ տեղադրված։ Այդ ժամանակ խնդիր չեք տեսնում։ Ինչպես է ստացվում, որ նույն LED էկրանը օրինական է, երբ քաղաքապետի լուսանկարն է ցույց տալիս, բայց անօրինական է, երբ Սամվել Կարապետյանի լուսանկարով է։ Շարունակում է հարցնել գործարարի պաշտպանական թիմը։ 23 թվականից եղած փոփոխություններից հետո նախ, եթե օրենքի տեսակետից նայենք, չէր կարող դա ապամոնտաժվեր առհասարակ, այդ վահանակները, որովհետև դրանք քաղաքաշինական օբյեկտներ են, որոնք հենց քաղաքապետարանի հաստատված նախագծերով տեղադրված են այնտեղ ու վերջ։ Այսինքն կապ չունի ավականու որոշման բան կփոխվի, չի փոխվի, այնտեղ չի կարող այդ տեղադրված օբյեկտը հանվել կամ փոփոխության ենթարկվել։ Տաշիր գրուպ ընկերության իրավաբանները գլխավոր դատախազություն են դիմել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների մասնավոր տարածքներ խուժելու ապօրինի գործողություններ կատարելու հիմքով։ Տեղում ներկա աշխատակիցներն էլ բոլորը հայտնի են, ասում են, որ մենք չենք ուզում սա անել, մեզ հրահանգել են, մենք դա անում ենք։ Տաշիր գրուպի իրավաբանները ընդդեմ քաղաքապետարանի դատական հայցերել են նախապատրաստում։ Երևանի քաղաքապետարանից գործուղված խումբը ազատություն Սամվել Կարապետյանին պահանջով LED էկրանները ապամոնտաժել է լոմերով, ոչ մասնագիտական վնաս պատճառելով ապամոնտաժումը նկատի ունեն փաստաբանները։ Տեղափոխեցին ինչ-որ անհայտ ուղղությամբ։ Ինչ-որ անհայտ ուղղությամբ տեղափոխված այդ էկրանները, եթե անգամ վերադարձնեն, հարց է՝ պիտանի կլինեն, թե ոչ։ Մի քանի հայցադիմներ ներկայացվելու են այս տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ։ Բայց միամտություն չէ հավատալ Փաշինյանի իշխանության օրերի արդարադատությանը, երբ ոստիկանը, որին Տաշիր գրուպի ներկայացուցիչը դիմել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ապօրինի ներխուժման փաստը արձանագրելու միջոցներ ձեռնարկելու համար, ապօրինի որևէ բան չի տեսել։ Ներխուժում չեն տեսել։ Ամեն դեպքում կփորձենք եւս մեկ անգամ արդարություն պեղել, ասում են արդեն 8 օր բանտարկված հայ գործարարի պաշտպանները։ Սամվել Կարապետյանը բանտում է, քանի որ նրա լեզուն Փաշինյանի խոսքով պտտվել է ասել. եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին, Փաշինյանի սկսած արշավին։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Նորեր Հակոբյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։